Թուրքիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան ընդունել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը։ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 4 անօդաչու սարքի հարձակումը։ Թրդե Տուապսեի նավթավերամշակման գործարանի պահեստում ԶԼՄ-ների փոխանցմամբ այն սկսվել է ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադարին, բայց կան նրբերանգներ, հայտարարել է նա։ Հյուսիս զորքերի խմբի հրամանատարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզի տարածքը Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներից ազատելու գործողության եզրափակիչ փուլ մտնելու մասին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Ռուսաստանի քաղաքացի, հայտնում է Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայությունը։ ԱԴՑ-ն կանխել է մի շարք ահաբեկչություններ, պայթուցիկ սարքեր պարունակող օծանելիքի ծանրոցների ուղարկումը 8 շրջանների զինվորականներին։ ՆԱՏՕ-ն նոր ահաբեկչություններ է ծրագրում ռուսական բեռնատար նավերի, խողովակաշարերի և տանկերի դեմ։ Նացիոնալնայա Աբարոն ամսագրին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմը բողոքել է, որ նրանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ չարաշահում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեխանիզմը և Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ փակ նիստ են անցկացնում։ Միացյալ Նահանգների Դենվեր քաղաքի օդանավակայանում ինքնաթիռ է բռնկվել, հնարավոր զոհերի կամ միջադեպի պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։ Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։